Տերեսային աղբոր խնդրեմ այսօրվա խորհուրդը ներկայացնեք։ Գիտեք, որ այսօր տիառն ընթառաջն է եւ այս տոնը հաստատուն ամեն տարի հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 14-ին եւ տոնի խորհուրդը մեզ ներկայացնում է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայումը, որը որ պատգամ է յուրաքանչյուրիս բոլոր ժամանակներում ամեն օր մեր կյանքի ընթացքում ընթառաջ գնալու Տիրոջ ընթառաջ գնալու ամենակարևոր պայմանը Աստծո առաջ մեր սիրտը, մեր միտքը, մեր հոգին բաց լինելն է եւ Սիմեոն ծերունու օրինակով Մանուկ Հիսուսին մեր գրկում ունենալն է, որտեղ որ Աստված իր օրհնություններով, իր շնորհներով պիտի ել ավելի մեր կյանքը զորացնի ու պահպանի։ Այսօր ինչ ծիսակատարություն է գնում։ Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ պատարագ եւ պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության օր։ Գիտեք, որ այսօրը նաեւ Վեհափար Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր եւ բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակ ընտանիքների օրհնության կարգ։ Տերեսայի 2 օր անց եպիսկոպոսալ ժողովն է, ինչ փուլում են նախապատրաստական աշխատանքները կազմակերպչական ընթացքում են, ավելին ասել չեմ կարող այս պահին։ Իսկ մյուս բանը հոգևորականներին, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանք ինչ ֆորմատով կհասնեն, գուցե առցանց հնարավորություն լինի։ Այդ ոչինչ ասել չեմ կարող, կազմակերպչական աշխատանքներ ընթանում են, բոլոր այդ հարցերին հանձնախումբը իր պատասխանները կտա։ Տերեսայի նախորդին ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է, հայտարարել է, որ չի թողնի առանց մեկնաբանության, հիմա առանց մեկնաբանության։ Տերեսայի կներքելի ես մի հազար ներողություն ստացնի։ Այսօրվա պատարագը նվիրված է։ Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ պատարագ, տիառն ընթառաջի տոնին ընթառաջ եւ բնականաբար այս տոնին անդրադառնալիս մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն պատմական իրադարձությունները հիշել, որ ավետարանական այս պատմությունը, որ Մանուկ Հիսուս եկավ տաճար ծնողների հետ միասին, ընծայվեց տաճարին եւ Սիմեոն ծերունին դիմավորեց Մանուկ Հիսուսին, այլ նաեւ այս խորհուրդը մեր կյանքում ամեն օր ապրելն է, ամենակարևորը, որ մենք բոլորս կոչված ենք իբրև քրիստոնյա, իբրև հավատացյալ, ընթառաջ գնալու Աստծուն, որովհետեւ Աստված միշտ երկնքից իր ձեռքը պարզում է դեպի մեզ եւ մեր առաքելություն է այդ երկնքից պարզված ձեռքը բռնելու եւ դեպի երկինք մեր հայացք ուղղելու։